մեկը հարցուց ինձի բادرակից հետո երբ որ մարդիկը գուքային եւ խաչը կհամբուրեին եւ նույն հարցումն ալ եղած է ավակ ուրբաթ օրը երբ որ խաչը կբդցնենք թաղման առողջության մեջը եւ մարդիկ գուքան եւ խաչը կհամբուրեն խաչը կգրբակեն եւ այս անձը ըսավ թե արդյոք ինչու համար խաչին կգրբակեք խաչը հոգի չունի ինչու համար այսին դուք գրաբաշխություն եք անում կեցա մի րոպե եւ ասի բայց մենք խաչը չէ որ կբաշխենք այլ մենք կբաշխենք խաչին խորհրդանշանը շատ լավ բառ է խորհրդանշանը խորհուրդ այսինքն ասել է մտածումը որ հստակ չէ եւ սակայն նշանը գեդը նրան ցույց կտա փուն իմաստը արդեն իսկ մեր բարբարին մեջը նշան խաչն ալսել է ուրեմն երբ որ մենք կբաշխենք եւ կբաշխենք խաչը ինչու համար Բողոս Արաքյալը գսե քավլիցի ինձ որ ես չբարձենամ ուրիշ բանի վրա բացի խաչին այսին Բողոս Արաքյալը ինքը կբարձենար եւ գսեր խաչին հանդեպ ուներ ինքը այս եգրբակությունը խաչին որով մենք կփրկվենք գսե Բողոս Արաքյալը անշուշտ փուն խաչը չէ որ մեզ կփրկե այլ երբ որ մենք օրինակ համար եկեղեցին մեջ գերկենք Փարք Սուրբ Խաչիտ այդ թն շատ կարևոր է այսինքն թն Հիսուսն է Փարք քո Սուրբ Խաչին ով Քրիստոս կփարապանենք կմեծացուցանենք գերբակենք արդեն ավակ ուրբաթ գունը երբ որ մենք թաղման առողջությունը գնենք եւ գսենք Փարք Սուրբ Խաչիտ Փարք չարչարանացդ Փարք խաչելությանդ Փարք թաղումդ իսկ գիրագի օրը հարության ադեն Փարք Սուրբ Խաչիտ Փարք Սուրբ հարությանդ այսինքն խոսքը խաչին միջոցով գերտա դեպի Քրիստոսին այսինքն ոչ թե այդ խաչափայտն է կամ այդ բղինցե մեդաղի շինված խաչն է որ մենք կբաշխենք այլ կբաշխենք անոր խաչը որով անխաչվեցավ մեզի համար մեր փրկության համար մենք կբաշխենք անոր չարչարանքները որովհետև ինքը մեզի համար չարչարվեցավ մենք կբաշխենք անոր մատնությունը մենք կբաշխենք անոր թաղումը մենք կբաշխենք անոր մահը մենք կբաշխենք անոր հարությունը որովհետև մենք զինքը կբաշխենք եւ ուրեմն Քրիստոսի նշանն է խաչը ադորամար մենք խաչին կմոտենանք եւ մենք հարկանք կտանք խաչին եւ մեր Տերը մեզ ասած է արծեր խաչը եւ ինձի հետևեցեք շատ կարևոր գետ մը գա հոստեղ մենք մեր խաչը պիտի առնենք եւ պիտի միացնենք Քրիստոսի խաչին հետ ովև ադեն որ մենք նեղություն ունենանք կյանքին մեջ ովև ադեն որ մենք չարչարվենք որ մենք մատնվենք որ մենք խաչվենք լավ գիտեք որ անիգա պիտի միացնենք Քրիստոսի մատնության Քրիստոսի չարչարանքներին Քրիստոսի խաչելության եկեք եւ ծեր խաչը արեք ծեր ուսին եւ ինձի հետևեք եւ ինչ կսե քանզի իմ խաչս թեթև է քանզի իմ լուծս թեթև է ինձի հետևեցեք եւ ուրեմն քրիստոնյայի համար խաչը նշանն է Աստուծո սիրուն մենք խաչը շատ ենք օգտագործում մենք մեզ կխաչակնկենք եւ հիշելով որ 5 դեղ մենք մեր մարմինին գտնանք հիշելով Քրիստոսի 5 վերքերը դարձյալ ամեն անգամ որ մենք խաչակնկենք մենք մեզ կմիացնենք Քրիստոսի խաչին հետ այո գան որոշ աղանդները գսեն թե ինչու համար խաչը պիտի հարկենք խաչը վատ նշան է
Այսինքն խաչին վրա հռոմեական գայսրությունը կխաչեին ամենեն ծայրահեղ հանցակործները, ապաստանփողները, մարտասպանները, եւ ինչու՞ որ մենք այդ խաչը պետք է ճաշտենք, անիկա վատ նշան է, այո, վատ նշան է, խաչը վատ նշան է, բայց Աստված ինքը զինքը խոնարեցուց մինչև այդ վադության ցույց տալու իր սերը, հետո այդ խաչը, որ վատ էր, ստորին էր, այդ խաչը այլագերբվեցավ։ Դարձյալ, ասիկա մեզի համար մի ուրախ լուր մնե, որ ովևէ մեկը, ինչքան հերու լինի Աստուծո, ինչքան ստորին վառնոց կյանք է ապրում, Աստված նորեն անիկա գրնա բարձրացնել եւ սրբացնել, ինչպես որ խաչը, այո, վատ էր, բայց հիմա մեզի համար Քրիստոսի խորհրդանշանն է, այո, մենք երկրպագենք խաչը, փառավորենք, փառք տանք խաչին, որովհետև Հիսուս նրանով մեզ բրգեց։